Մենք ոստիկանացել ենք բայց ոչ մի պատասխան չեն տալի։ Հիմա ոստիկանները էլի տենում են մեզ հավաքված են այն կողմ հավաքված, սա մեր մեջ էլ կան։ Ոստիկանության կողմից հսկվում է, որ աշխատակիցները Չէ, տարածքը չի հսկվում ոստիկանության կողմից, բայց ոստիկանները հիմա ներկա են մենք ակցիաներ ենք ուզում իրականացնենք, դրա համար հավաքվել են, մենք ուզում ենք, որ քննչական մարմնից գան, ով կնքել է, գան մեզի պատասխան ասենք, որ մենք հստակ իմանանք մեր անելիքները։ Եթե չէ, մենք ունենք լիքը բան անենք, խաղ ակցիաների ներխուժել են ու բոլոր գործարանները մտել են 7-ին 7-ից 10 նույն ժամին բոլոր տեղերը, որտեղ որ մենք տեղակ ենք, որտեղ որ մենք ծանոթներ ենք ելնել, բոլոր տեղերը նույն ժամին 7:30 առավոտյան ոստիկանական խմբերը մուտք են գործել եւ Անցու 6-ին աշխատողները եկել են գործի, որ գան իրանց բերիվով իրանց շորը, որ մտնեն աշխատանքի, մուտքը փակել են, չեն թողել, սաղին հետ են ուղարկել։ Ու մինչև հիմա այտենց 8-րդ օրն է։ Ու տենց անորոշ վիճակ ու ոչ մեկին էլ պետք չի կապված է քաղաքականության հետ, որովհետեւ մեր գործարանում մի որոշ ժամանակ առաջ նորից ստուգողներ են եկել, բոլոր ամեն ինչ կոմպյուտերներն են նայել, մնացածներն են։ Եթե ինչ-որ խնդիր լիներ, այդ վաղտ կասեին, ոչ թե դրանից հետո մի 10 օր հետո, 15 օր հետո, նույն ժամին, նույն օրը բոլոր գործարանները փակվում է։ Սա ուղղակի քաղաքական հետապնդում է, որից որ տուժում ենք այսքան մեր ժողովուրդ, այո։ Իրանց խոսակցությունների, իրար ընդհարումների պատճառով ժողովուրդն է տուժում։ Ու եկուց մի սա բանկերի, որ այդ մուծումները չեղավ, մի ժամ ուշացնում ես, մի անգամից սկսում են սև ցուցակ։ Ինչով ապրեն այս ժողովուրդը, ինչով տանեն փակեն։ Ղարաբաղից, Արցախից տեղ անված մարդիկ կան, որ վարձով են եկել ապրում, այդ մարդիկ դրանով են ապրում։ Այս աշխատավարձով։ Հիմա կոմունալի ժամանակ է եկել, մուզման ժամանակ է եկել, երեխեքի ուտել ամեն ինչն է ստեից է կախված։ Կարելի ասել, եթե ոչ 100%-ը, հաստատ 60-70% ստեից է կախված այս մեր բոլոր աշխատողների եկամուտը։ Այո, լավ ուզում խոսեք, եկեք մի քիչ հովին գնանք նայեք։